Կողքի դատարանն է գալիս։ Դատավորության մասնակիցներ, դատական նիստի քարտուղար եք խնդրում զեկուցել դատական նիստի մասնակիցների դատարան ներկանալու մասին, բացակայողանձած չներկանալու պատճառների մասին։ Դատվարության դատարան դատական նիստին ներկայացրել են հանրային նախագահներ Հայկ Հովհաննիսյանը, Վահան Հարությունյանը, պաշտպաններ Սերգեյ Հարությունյանը, Մեհեր Հակոբյանը, Վահան Գևորգյանը, Սլավիկ Պողոսյանը, Թադեոս Սարգսյանը, Զիպարիկ Սիմոնյանը, Մկրտիչ Դավթյանը, Նարի Հունարչյան Մասինին, Աննա Մանթաշյանը, Վահագն Բաբայանը, Անելիտ Արաքելյանը, Ալեքսանդր Թումասյանը, Վրեժ Խաչիկյանը, Էմիլ Խաչատրյանը, դատական նիստին ներկա են բոլոր մեղադիալները, դատական նիստին չեն ներկայացել պաշտպաններ Հովհաննես Խուդոյանը, Էդուարդ Հովհաննիսյանը, Ալեքսանդր Պոչկուբաևը, Վահան Հովհաննիսյանը, Յուրա Իվանյանը, Արտակ Նավասարդյանը, Վարազդատ Հարությունյանը, Հովսեփ Սարգսյանը, Գևորգ Գենջյանը, Տաթև Սողոյանը, Ռուբեն Մելիքյանը, Միջան Պողոսյանը, Պետրոս Պետրոսյանը, Սվետլանա Մկրտչյանը, Տիրայր Կարապետյանը, Սերգեյ Մարաբյանը, Հովհաննես Համբարձումյանը, Արտուր Արուստամյանը, Սմբատ Մինասյանը և Արամ Վարդևանյանը։ Բարոյի մասնակիցներ, դուք լսեցիք դատական նիստի քարտուղարի զեկույցը, ոչ բոլոր մեղադրյալներն են, այս պայդրության պաշտպաններով կամ պաշտպանով ապահոված են բոլորը։ Դա բարի։ Ուրեմն այսօր դատարանը քննությանը առնելու մեղադրյալների նկատմամբ կիրառված խափամիջոցը փոխելու, երկարաձգելու կամ անհամբողջ թողնելու հարցը մասնավորապես խոսքը վերաբերում է մեղադրյալներից Արթուր Սարգսյանին, Իգոր Սարգսյանին, Վահագն Չախալյանին և Կարո Օկումուշյանին։ Նախորդ դատական նիստի ընթացքում պաշտպան Սմբատ Մինասյանի կողմից ներկայացվեց նաև միջնորդություն տնային կալանքը վերացնելու կալանքի փոխարեն այլընտրանքային խափամիջոցներ կիրառելու մասին մեղադրյալ Արթուր Լավրենտի Սարգսյանի վերաբերյալ միջնորդությունը բնականաբար հետաձգվեց միջնորդության քննարկումը, քանի որ այսօր նաև դատարանը անդրադարձ պետք է կատարեր մեղադրյալների նկատմամբ կիրառված խափամիջոցի հարցի 4 մեղադրյալների մասին է խոսքը, ովքեր որ գտնվում են տնային կալանքի տակ։ Մեղադրանքի կողմին միջնորդության օրինակը տրամադրվել է, եթե պաշտպանը կամ պաշտպանական կողմը ընդհանրապես այս կապակցությամբ որևէ բան ցանկանում ավելացնել, խնդրեմ ներկայացրեք, եթե ոչ, Դատարան կարծում եմ, որ մեր գործընկերների կողմից երկու արձագանք է մեր միջնորդությանը, որովհետև իմ գործընկերը պարոն Մինասյանը ամբողջ ծավալով ներկայացրել է միջնորդությունը, դրանից հետո նոր դատարանին խնդրենք, եթե հակադարձելու բան ունենանք, կարծում որ ունենանք այդ մասով, որպեսզի երկու անգամ ելույթի համար ժամանակ չխնդրենք դատարանից։ Բարի, համայնքն վարորդի մյուս մասնակիցները, այսինքն մենք լսենք կողմի կարծիքը։ Հաշվի առնելով, որ նախորդ դատական նիստին ամբողջ ծավալով գրավոր նաև ներկայացվել է միջնորդությունը, որպեսզի երկու անգամ ժամանակը չչարաշահենք, մեկ անգամյա ելույթ կխնդրեմ դատարանից։ Բարի, ըստ մենք պաշտպանական կողմի կարծիքը միջնորդության հետ կապված մենք լսեցինք, ներկայացվեց, ըստ մենք մեղադրանքի կողմին։ Շնորհակալ եմ պատվարժան դատարան։ Լսելով պաշտպանի միջնորդությունը, նաև ծանոթանալով դրան գրավոր եղանակով, գտնում եմ, որ այն անհիմն է և ենթակա է մերժման։ Նա հարգելի պաշտպանը որպես նոր հանգամանք ներկայացնում էր այն, որ պարոն Սարգսյանը ընդգրկված է նախընտրական ցուցակում և ունի պատգամավորի թեկնածուի կարգավիճակ, ինչով փորձ էր կատարում ըստ էության ամբողջ տրամաբանությունը միջնորդության այն էր, որ ըստ էության չհաղթահարված կարգավիճակ է անձեռնմխելիության, մինչդեռ դատական օրենսգիր սահմանադրական օրենքը այդ բոլոր իրավիճակները կարգավորում են։
Նա ըստ էության միգուցե որոշակի իրավիճակում դիտարկելի լիներ Պատգամավորի տեխնազոյի կարգավիճակը որպես նոր հանգամանք, եթե սահմանադրական օրենքով այդ հարցին կարգավորում տրված չլիներ։ Մասնավորապես դատարական օրենքի սահմանադրական օրենքի 19-րդ Ընտրական օրենքի սահմանադրական օրենքի 19-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն ձերբակալված կամ կալանքի տակ գտնվող թեկնածուները եւ ընտրություններին մասնակցող կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուները նախընտրական քարոզչությունն իրականացնում են ընտրական գործընթացներում վստահված անձանց միջոցով։ Այդ նպատակով ձերբակալված կամ կալանքի տակ գտնվող թեկնածուներն իրավունք ունեն նախընտրական քարոզչության ընթացքում օրական մինչև 2 ժամ տևողությամբ համապատասխանաբար ձերբակալվածներին կամ կալանավորվածներին պահելու վայրերում հանդիպումներ ունենալու մինչև 3 վստահված անձանց հետ։ Ճիշտ է, տնային կալանքի պարագայում օրենսդրորեն նման կարգավորումներ նախատեսված չեն, սակայն խնդիրը լուծված է ինչպես քրեական դատավարության օրենսգրքով, այնպես էլ սահմանադրական դատարանի որոշման տրված այն մեկնաբանությամբ, որ տնային կալանքը եւ կալանքը հավասարազոր եւ գրեթե հավասար խափանման միջոցներ են։ Ինչի պարագայում կարծում եմ, որ նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքի կարգավորումներին համապատասխան պաշտպանական կողմը կարող էր միջնորդել օրինակ թույլատրել վստահված անձանց միջոցով մասնակցել ընտրական գործընթացների նախընտրական քարոզչությանը, սակայն նման միջնորդություն ես չտեսա, հետեւաբար կարծում եմ, որ մնացած հիմնավորումներով պարոն Մինասյանի միջնորդությունը անհիմն է եւ ենթակա է մերժման։ Ինչ վերաբերում է պարոն Սարգսյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցին, ապա նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված տնային կալանքի ժամկետը երկարաձգվել է 2026 թվականի փետրվարի 26-ի որոշմամբ 3 ամիս ժամկետով մինչև 2026 թվականի հունիսի 8-ը։ Դատարանն արձանագրել է, որ նախորդ ժամանակահատվածում չեն վերացել խափանման միջոցի կիրառման իրավաչափության պայմանները եւ թեև որոշ չափով նվազել են համապատասխան ռիսկերը, այնուամենայնիվ շարունակում են առկա մնալ վարույթին խոչընդոտելու, ինչպես նաեւ իր վրա դրված դատավարական պարտականությունները չկատարելու ռիսկերը։ Ճիշտ է, նախնական դատավարությունները սույն գրական գործով արդեն ավարտվել են եւ թվակողել են հիմնական դատավարություններ, սակայն ապացույցների հետազոտում ըստ էության դեռևս չի իրականացվել։ Գտնվում ենք նախնական բացման խոսքերի փուլում եւ կարծում եմ, որ ռիսկերը, որոնք վերաբերում են Սարգսյանի կողմից ապացուցման գործընթացին միջամտելուն, շարունակում են առկա մնալ եւ առնվազն քանի դեռ հետազոտված չեն ապացույցները եւ հարցակնված չեն վկաները, մեղադրանքի կողմը գտնում է, որ էական նվազում ռիսկերի չի եղել, ուստի միջնորդում եմ պահպանել Արթուր Սարգսյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը եւ այն երկարաձգել եւս 3 ժամի ժամկետով, պահպանելով բոլոր այն սահմանափակումները, որոնք դատարանը նախատեսել է նախորդ որոշմամբ։ Պատվարժան դատարան, ես խիստ կզարմանայի, որ մեր գործընկերները այլ դիրքորոշում որդեգրեին այս պայմաններում, ինչ-որ մեջբերում են կատարում, որ վստահված անձանց միջոցով Արթուր Սարգսյանը կարող է իր քարոզչությունը իրականացնել, իրականությունը լրիվ այլ է, պատվարժան դատարան կասկածից վեր է, որ Արթուր Սարգսյանին շարունակաբար կալանքի տակ պահելը, թեկուզ տնային կալանքի պայմաններում, որը որ հանրային մեղադրողը փորձ կատարեց այդպիսի մեղ իրավիճակ տեսնելու, երկուսն էլ հավասարազոր է, ոչ թե գրեթե հավասարազոր, որովհետև օրենսդրությամբ արձանագրված է, որ տնային կալանքն ու ազատազրկման վայրերում կալանք կրելը հավասարազոր խափանման միջոցներ են։ Հիմա պատվարժան դատարան, ես ցանկանում եմ հարց բարձրացնել դատարանի առջև, այ ոնց եք պատկերացնում Արթուր Սարգսյանի կողմից իր իրավունքները իրացնելը այս պայմաններում, երբ որ նա հանդիսանում է պատգամավորի թեկնածու եւ ունի պետք է ունենա հնարավորություն անձամբ շփվելու մեր հասարակության ներկայացուցիչների հետ։ Եթե Արթուր Սարգսյանի խափանման միջոցը այսօր չփոփոխվի, ավելի մեղմ խափանման միջոցով, պատվարժան դատարան ըստ էության դա միջամտություն կլինի հենց ընտրական process-ին ու այդ գործընթացին, որովհետև Արթուր Սարգսյանը շփումներ անձամբ ունենալով
իր հնարավոր ընտրազանգվածի հետ հնարավոր է նաև փոփոխություն մտցնի հենց վերջնական արդյունքների մեջ ընտրության։ Հիմա պատվարժան դատարան այս պայմաններում, երբ որ Արտուր Սարգսյանը գտնում է անազատության մեջ ու սահմանափակումների այս շրջանակով հարց առաջանում, ո՞նց եք պատկերացնում, որ Արտուր Սարգսյանը իրականացնի իր քարոզչությունը։ Այսինքն վստահված անձանց միջոցով, հիմա, չգիտեմ, հեռուստացույց դիտում եք, տեսել եք ոնց է ընթանում քարոզչությունը առհասարակ։ Այսինքն պատգամավորի թեկնածուին պետք է զրկել հնարավորությունից, որպեսզի նա շփումներ ունենա, օրինակ Արտուր Սարգսյանը Սյունեցի է, բոլորիս էլ հայտնի է, այցելելու Սյունիքի մարզի հարազատ քաղաք, իր համախոհներին հանդիպելու, իր համակիրներին հանդիպելու, այս ամեն ինչը պետք է անտեսվի։ Մենք պատվարժան դատարան հենց դրա համար էլ նաև մեր միջնորդության մեջ Եվրոպական դատարանի նախադեպային որոշումներից մեջբերում էինք կատարել Նավալնին ընդդեմ Ռուսաստանի գործից, որտեղ որ հստակ արձանագրված էր, որ խափանամիջոցը չփոփոխելը դիտարկվել է որպես իրավունքի խախտում։ Հիմա պատվարժան դատարան, եթե դիտարկենք ոչ մի նոր հանգամանքի տեսանկյունից, այլ դիտարկենք Արտուր Սարգսյանի առհասարակ վարկագծի տեսանկյունից, այս վերջի 3 ամսվա եւ դրանից առաջվա 3 ամսվա ընթացքում տասնյակ անգամ Արտուր Սարգսյանը ապացուցել է դատարանին կոնկրետ իրական կյանքում տեղի ունեցած գործողություններով, որ երբևէ որևէ անգամ իր վրա դրված պարտականությունները չի խախտել։ Իսկ դրանից ուղիղ բխում է, որ Արտուր Սարգսյանը ունի իրավահասարակ վարկագիծ։ Բացի դրանից մեր հարգելի գործընկերը ինքը հենց իր ելույթում ընդունեց, որ ճիշտ է այս ժամանակահատվածում նվազել են կալանքի հիմքերը։ Այո, նվազել են, ես համամիտ եմ, ու այնքան են նվազել, որ կարող է փոփոխվել իմ պաշտպանյալի խափանամիջոցը։ Եթե առհասարակ խափանամիջոցի կարիք չուներ, մենք չենք միջնորդի, որպեսզի օրինակ փոխվի վարչական հսկողություն։ Պատվարժան դատարան։ Այդ միջնորդենք առհասարակ խափանամիջոցը վերացնել։ Հիմա դատարանը կարող դիտարկի նաև այդ տեսանկյունից։ Եթե առհասարակ չի վերացել խափանամիջոցի հիմքերը, իրական հնարավորություն կա, որպեսզի Արտուր Սարգսյանի վերաբերյալ ընտրված խափանամիջոցը նաև փոփոխվի եւ ավելի մեծ խափանամիջոց, պահպանելով իհարկե գրավը եւ բացակայելու արգելքը, նաև փոփոխի վարչական հսկողության։ Պնդում եմ միջնորդությունը ամբողջությամբ չեմ ուզում կրկնվել, որտեղ գրավոր ներկայացվել է, ես կարծում եմ, որ բոլոր հնարավորությունները ապրեն, որպեսզի խափանամիջոցը փոփոխի վարչական հսկողության։ Ես հիշեցնեմ, որ պաշտպանական կողմը նաև գրավի գումարի չափի ավելացում էր ներկայացրել, չէ՞, 25 միլիոն դրամի չափով։ 5 միլիոն դրամ ավելացում։ Նախկինում 20 միլիոն, նախկինում 20 միլիոն դրամ էր, չէ՞, ներկայումս 25 միլիոն։ Այս մասով էլ մեղադրանքի կողմը որևէ բան ցանկանում է։ Պատվարժան դատարան նկատի ունենալով, որ մեղադրանքի կողմը գտնում է այլ խափանման միջոցներով հնարավոր չէ ապահովել պատշաճ վարկագիծը, ուստի գրավի չափը ավելացնելու հարցը ընդհանրապես քննարկման առարկա չենք ուզում դարձնել, գտնում ենք, որ կարող է կիրառելի լինել միայն այն խափանման միջոցը, որը ներկա պահին կիրառված է նրա նկատմամբ։ Ու փոփոխելու անհրաժեշտություն չկա, քանի որ առ այս պահը պիտանի է եղել։ Ինչ եք ցանկանում։ Վերաբերյալ տեսեք, նախ սահմանադրական դատարանի որոշումը անալոգիայով կիրառելը ճիշտ չէ, քանի որ դա նրա համար չէ, թե տեխնիկական տեսանկյունից այդ խափանման միջոցների իրականացումն ինչ կարգով է, ինչ գործընթացով է իրականացվում։ Դա նրա համար է, որպեսզի հասկանանք անձի որ իրավունքն է սահմանափակվում, տեղաշարժի ազատությունը, թե ազատության իրավունքը։ Սահմանադրական դատարանի որոշումը տեխնիկական հարցերի վրա անալոգիա անելը
այսքան էլ իրավաչափ չեմ կարող համարել ու այս նորմը նույնիսկ չի տալիս նման մեկնաբանություն կատարել, քանի որ այդտեղ ուղիղ գրված է 2 ժամ տևողությամբ համապատասխանաբար ձերբակալվածների կամ կալանավորվածներին պահելու վայրերում հանդիպումներ ունենալու վերաբերյալ, այսինքն տունը չի կարող կալանավորվածներին պահելու վայր, նշանակում է ամբողջ օրենսդրությունը պետք է անալոգիայով կիրառել, ինչի իրավասությունը մենք չունենք, կամ իմ համար առնվազն անհասկանալի է, ասենք թե անալոգիա անենք, այդ ընթացակարգը ինչ օրենսդրությամբ, ինչպես է կարգավորվելու, ոնց ենք որոշելու այդ հանդիպումները, ինչ եղանակով պետք է կազմակերպվի, որ օրենքն է դա կարգավորում։ Այս պահին կա այս հարցի կապակցությամբ տնային կալանքում գտնվող անձան ընտրության իրավունքի կապակցությամբ կա օրենսդրական բաց։ Հիմա մենք չենք կարողանալու այդ եղանակով այդ հարցը կարգավորել, մի հատ էլ սա անալոգիա անել ու ասել անձը կարող է տանը հանդիպել, եթե անձը կարող է տանը հանդիպել, էլ խենք անձի իրավունքը սահմանափակում հաղորդակցվելու։ Այսինքն եթե մենք արդեն գտել ենք, որ տնային կալանավորումը ամենախիստ, թեև ես ընդունում եմ ազատության իրավունքի տեսանկյունից որևէ տարբերություն չկա, դա անձի հիմնական իրավունքին է վերաբերում, բայց ամեն դեպքում դատարանը կդահատել է, չէ՞ որ հնարավոր է տնային կալանքի պայմաններում իրականացվել։ Հետևաբար այս կարգավորումը այնքանով կիրառելի չի, որ սա ամենախիստ խափանման միջոցին վերաբերող կարգավորում է, այսինքն եթե կալանավորվածը եւ այլընտրանք չկա, հա թող այս կարգավորումով առաջնորդվեն իրականացնել, բայց դատարանը գտել է, որ այլընտրանք կա, տնային կալանքն է, հետևաբար հիմքերը չեն նույնանում, նույնանում է իրավունքը, որը սահմանափակվում է, բայց հիմքերը չեն նույնանում, ինչի բառապացույցը դատական ակտն է, դատական ակտերի միջև տարբերություն կա կալանքի եւ տնային կալանքի, հետևաբար եթե նույնացում չկա, այս հարցը պետք է այդ լույսի ներքո քննարկվի, եթե անձը կարող է հանդիպել 3 եւ ավելի անձի հետ, ինչի չի կարող բացվել հաղորդակցությունը, կամ պայմաններում բացվել հաղորդակցությունը, անձը վարչական փոխության կամ համապատասխան խափանման միջոցի շրջանակներում իրացնի իրավունքը, դրա համար անալոգիայով ես խիստ դատապարտելի եմ համարում այս նորմը անալոգիայով կիրառելը, սա տեխնիկական հարց է, անալոգիա կրկնում եմ, հնարավոր է կատարել իրավունքին առնչվող հարցերի վերաբերյալ, տեղաշարժի ազատությունը, թե ազատության իրավունք է, որովհետև Սահմանադրական դատարանի միտքը եվրոպական դատարանի այդ դիրքորոշումն է, որ ոչ թե սա տեղաշարժի ազատության սահմանափակում, այլ ազատության իրավունք, իսկ սա տեխնիկական ընթացակարգ է, որը կարգավորված չէ։ Պատվարժան դատան, ամբողջությամբ միանում եմ երկու գոլեգաներից ասածին, գիտեմ, վստահ եմ, որ քիչ անց պարոն Սարգսյանը իր վերլուծական կանխագուշակումը անելու է, թե այսօր ինչ որոշում կատարվի, կայացվի, բայց ինչևէ, պատվարժան դատան, առաջի իսկ օրվանից, ես ինքս բազմիցս ասել եմ եւ առաջի իսկ օրվանից այս գործի բոլորի մոտ, հատկապես փաստաբանների, հաջորդիվ նաև փաստաբանների օգնությամբ հանրության մոտ տպավորություն ստեղծվել է եւ կարելի ասել համոզմունք է ստեղծվել, որ սա քաղաքական հետապնդում է։ Պատվարժան դատան, ես չեմ ուզում, որ այս քաղաքական հետապնդումը նաև ազդի Հայաստանում ընտրությունների վրա, ու դուք այս պահին ունեք հնարավորություն կարևորագույն որոշում կայացնելու, որովհետև իրականում այստեղ ոչ միայն Արտուր Սարգսյանի սահմանադրական իրավունքն է խախտվում ընտրվելու, այլ նաև այստեղ կարելի է վստահաբար ասել, որ այն ուժի իրավունքն է խախտվում, որը ներկայացնում է Արտուր Սարգսյանը, տվյալ դեպքում Հայաստան դաշինքի։ Պատվարժան դատան, միանշանակ մեծ բան է ձեզ պահին կախված ու իրականում նորից եմ կրկնում, սա կարող է ազդել ողջ ընտրությունների վրա, ընտրությունների լեգիտիմության վրա, որովհետև իրականում եւ գործող պատգամավորի եւ գոլեգաներից հիմնավորումով անհիմն այս պայն որևէ հիմք չկա, որ շարունակի կալանքի տակ մնալու եւ ապագա պատգամավորի տեխնացուի վստահ եմ եւ ապագա պատգամավորի իրավունքն է խախտվում, բայց միևնույն ժամանակ հանրության իրավունքն է խախտվում։ Սա քաղաքական իրավունքի հարց է այստեղ եւ այս ամենը ազդում է նաեւ ընտրությունների ընդհանուր առմամբ տպավորության վրա, որ թե ինչ կարծիք են կազմելու մենք հաջորդին։ Դրա համար նորից եմ կրկնում, ձեզնից շատ բան է կախված, այդքանը։ Դիտարկում միանալով գործընկերներիս ելույթներին, նաև փորձելով հասկանալ այդ թեթև խեղաթյուրումը, որ փորձում էր ներկայացվել որպես
վստահված անձի միջոցով քարոզչությունը արդյունավետ իրականացնելու միջոց։ Այսպիսի մոտեցումը բացարձակապես նենգափոխում է քաղաքական գործընթացներին մասնակցելու եւ թեկնածու առաջադրվելու բուն էությունը, որովհետեւ մարդիկ թեկնածու են առաջադրվում հենց անձնապես իրենց դեմքով, անունով, ազգանունով եւ կենսագրությամբ մարդկանց մոտ վստահություն ձևավորելու եւ այդ վստահության քվեն ստանալու ակնկալիքով։ Եթե մենք ասեինք, որ օրինակ, չգիտեմ, կարելի է քարոզչությունը իրականացնել այլ անձի միջոցով, ապա այդ պարագայում ինչի է, եթե օրինակ երկրի ղեկավարը, վարչապետը կարող էր օրինակ վստահված անձ Ռուբեն Ռուբինյանի միջոցով իրականացնել այդ քարոզչությունը կամ օրինակ իր օգնականի միջոցով, ինչի է արձակուրդ գրել եւ գնում է անձամբ մասնակցում, որովհետեւ հասկանում է, որ իր որոշակի կերպարը եւ այլն ընտրողների որոշ շրջանակի մոտ որոշակի վստահություն կամ անվստահություն է ձևավորում, որոշակի համոզմունք է ձևավորում։ Եվ այդ է պատճառը։ Ինչի են մեծ ծավալով վարչական նախարարները, երկրի կարևորագույն պաշտոն զբաղեցնող մարդիկ, գործադիր իշխանության ղեկավարները արձակուրդ են գրել, այդ ծանր բեռը պատվիրակել են այլ մասնագետների, երկիրը կարող եք ասեք այդ գործառույթները թողել են այլ ավելի նվազ պաշտոն զբաղեցնող անձանց մասնագիտական կարողությունների եւ գնում են անձամբ են իրականացնում այդ քարոզչությունը, որովհետեւ պատգամավորի թեկնածուի քարոզչություն իրականացնելու իրավունքի առանցքում գտնվում է հենց անձնապես չմիջնորդավորված եղանակով ընտրողի հետ հաղորդակցվելու հիմնարար իրավունքը, որը այս պարագայում սահմանափակված է պարոն Սարգսյանի նկատմամբ, այսքանը։ Շնորհակալություն պատվարժան դատարան, անցյալ անգամ ես հանդես եկա, ներկայացրեցի Տիկին Սողոյանին երկրորդելով, այդ հանգամանքները ներկայացրեցի, որ քարոզչությունը կարևոր է, որպեսզի անձամբ իրականացվի, որովհետև հակառակ պարագայում այդ նժարների վրա դնելով գործադիր մարմնի ներկայացուցիչները չէին գերադասի գնալ քարոզչությամբ զբաղվել, քան թե զբաղվեին իրենց պարտականություններով, որ օրենքով նախատեսված է, իսկ մենք տեսնում ենք, որ նույնիսկ համայնքային ղեկավարները, համայնքի ղեկավարները արձակուրդի մեջ են գտնում, էլ չասեմ նախարարներ եւ այլն։ Բայց ուզում եմ ձեզ մտովի վերադարձնել մի քանի ամիս առաջ պատվարժան դատարան, երբ որ 2025 թվականի նոյեմբեր ամսին մեր պարոն Սարգսյանի խափան միջոցի հարցը, մեր հանրային մեղադրողները էլի նույն առոգանությամբ, էլի նույն իրավական ձևակերպումներով ասում էին բացառապես կալանքն է, որ կարող է այս քրեական վարույթի ժամանակ զսպել Արթուր Սարգսյանի պատշաճ վարքագիծը։ Այլ խափան միջոցի հարց քննարկման առարկա չէր դառնում հանրային մեղադրողների կողմից։ Դուք այդ պահին հավատացիք հանրային մեղադրողներին եւ որոշում կայացրեցիք Արթուր Սարգսյանի խափան միջոց ընտրված կալանքը երկարացնելու վերաբերյալ։ Վերաքննիչ քրեական դատարանը ասեց, չէ, սխալվել է եւ դատարանը եւ հանրային մեղադրողները սխալվել են։ Եվ փոխեց խափան միջոցը տնային կալանքի։ Ու ժամանակը եկավ ապացուցեց, որ սխալ էիք դուք եւ հանրային մեղադրողները, ճիշտ է վերաքննիչ քրեական դատարանը։ Հիմա նույն օպերացիան է գնում պատվարժան դատարան։ Հանրային մեղադրողները էլի ասում են բացի տնային կալանքից այլ խափան միջոցներով հնարավոր չէ զսպել այդ ռիսկերը։ Մենք ուզում ենք, որ այսօր դուք այդ խապկանքի մեջ չընկնեք, չհավատաք հանրային մեղադրողներին, բայց ոչ թե բարի խոսքի, այլ ժամանակով ապացուցված հանգամանքների։ Արթուր Սարգսյանը 2025 թվականի նոյեմբեր ամսից, եթե չեմ սխալվում, գտնվում է տնային կալանքի մեջ, կամ դեկտեմբերի 8-ից, դեկտեմբերի 1-ից։ Մենք ժամանակով ապացուցված ունենք, որ այն ժամանակ սխալ է եղել Արթուր Սարգսյանին կալանքի տակ պահելը եւ տնային կալանքը այս ժամանակահատվածում իր խնդիրները լուծել է։
Հիմա էլ գալիս են ասում են, այո, նվազել է։ Եթե տնային կալանքի համար խափան միջոցի այդ հանգամանքները նվազել են, բարձր պետք է խափանման միջոցի ինտենսիվությունն էլ նվազի։ Այլ ոչ թե այս անգամ եւս դուք հավատաք հանրային մեղադրողներին, որ բացառապես տնային կալանք խափան միջոցը այս գործով կարող է խնդիր լուծել։ Ու ի վերջո մենք էլ ուզում ենք ձեզ հավատանք, Պատվարժան դատարան, որպես դատարանի։ Մենք այս վերջի ժամանակաշրջանում ականատես ոնց որ այս գործն է եղել։ Որոշակի անձանց քաղաքական նպատակահարմարությամբ, քաղաքական հայտարարությունների հիման վրա հարուցվում են քրեական գործեր, սկսվում են քրեական հայտապնդումներ։ Ոնց որ այս գործն է։ Մենք ուզում ենք հավատանք, որ այդ հանձնարարության, գործողության, այդ ամեն ինչի իրականացման վերջակետը վերջի վերջը դատարանն է ու Հայաստանի Հանրապետությունում կա դատարան, ով պատրաստ չի ինչ-որ հրապարակներից կատարված հանձնարարությունները, հայտարարությունները հիմք ընդունել եւս դրա շարժվել։ Ձեր մոտ հիմա հնարավորություն կա ապացուցելու, որ այդ հանձնարարությունները եւ այլները տրվում են, ավարտվում են դատախազության մակարդակով։ Դատարանին դա չի հասնում։ Եթե դուք այս պահին կայացնեք Արտուր Սարգսյանի եւ ընդհանրապես բոլոր մեղադրյալների խափան միջոցի ինտենսիվությունը նվազեցնելու գործողություն։ Մեզ վերադարձրեք հույսն առ Հայաստանի Հանրապետության դատական համակարգ, որ մենք մտածենք, որ մենք ինչ-որ չափով իրավական երկրում ենք ապրում, այլ ոչ թե արդարադատությունը որոշվում է հրապարակներում։ Պաշտպանական կողմը մեղադրյալը ցանկանում է Նախ առիթից օգտվելով ուզում եմ շնորհավորեմ մեր սիրելի եւ հարգարժան Բագրատ Սրբազյանի ծննդյան տարեդարձը։ Սրբազյան, հանգանում եմ, որ հուլիսի 7-ին իրականացած երազանքը եւ մենք ունենանք ազատագրված եւ ավետյաց երկիր։